Ազգայինը հին չէ, հետադիմական չէ, հակառակը։ Պատմականորեն հայ կինը շատ բարձր դեր է ունեցել մեր հասարակության մեջ, սակայն վերջին ժամանակներում բոլորս հավանաբար նկատում ենք, որ փորձ է արվում նվաստացնել այդ դերը, կանանց փակել տան պատերում, նրանց ներուժը սահմանափակել լռությամբ, զոհողություններով եւ այլն, ու իմ միջի ըմբոստ կինը դրա հետ միշտ համաձայն չէր, երբ որ կինը սկսում է վաստակել, արտաքինից սկսված նրա մոտ փոփոխություններ ես նկատում։ Հայացքը, խոսքը, ինքնավստահության էլեմենտները անմիջապես սկսում են երևալ։ Մեր հասարակության մեջ կանանց մոտ տղամարդիկ դարերով բառերը ընտրել են խոսելիս։ Հետո հանկարծ մենք հայտնվեցինք մի իրականությունում, որ ոչ միայն կանանց մոտ կարելի է հայհոյել, այլ հենց կանայք կարող են հայհոյել։ Դա մերը չի։ Ողջույն, կնոջը դարձնել կախյալ շատ ավելի դյուրին է, եթե նա չունի մասնագիտություն, զբաղվածություն, անկախ չէ ֆինանսապես, եթե նույնիսկ ունի մասնագիտություն եւ աշխատանք էլ ունի, միևնույնն է, նրան հեշտ է մանիպուլացնել եւ իջեցնել ինքնագնահատականը, եթե նա անդադար ինքնակրթվելու եւ նոր հմտություններ ձեռք բերելու ճանապարհից հրաժարվել է։ Այսօր իմ զրուցակիցը մի մարդ է, ով հիմնադրել է Հայուհի կանանց կենտրոնը, հասարակական կազմակերպություն, որը իր առաքինությունն է համարում աջակցել կանանց ինքնահաստատվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն տալու, գտնել իրենց տեղը հասարակությունում։ Եվ այսպես այսօր իմ զրուցակիցն է Լիաննա Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայուհի հասարակական կենտրոն, ինչով է զբաղվում կենտրոնը եւ քանի կնոջ հետ եք այս ընթացքում աշխատել, հանելով նրանց տարբեր դժվար իրավիճակներից։ Նախ շնորհակալություն հրավերի համար, հերթական հնարավորության համար հայուհու մասին խոսել։ Միշտ սիրով եմ պատմում հայուհու մասին, որտեղ հայուհին ծնվեց մեծ երազանքից։ Պատմականորեն հայ կինը շատ բարձր դեր է ունեցել մեր հասարակության մեջ, սակայն վերջին ժամանակներում բոլորս հավանաբար նկատում ենք, որ փորձ է արվում նվաստացնել այդ դերը, կանանց փակել տան պատերում, նրանց ներուժը սահմանափակել լռությամբ, զոհողություններով եւ այլն, ու իմ միջի ըմբոստ կինը դրա հետ միշտ համաձայն չէր եւ ուզում էի հնարավորություն տալ, որ հայ կանանց վստահաբար հսկայական ներուժը հնարավորություն ստանա ինքնաարտահայտվելու, դրսևորվելու, զարգացվելու եւ հնարավորություն տանք մեր կանանց ձեռք բերել նոր գիտելիքներ, նոր հմտություններ, որպեսզի կարողանան առաջին հերթին լինել ինքնաբավ, հետո ցանկության դեպքում իրացվել աշխատաշուկայում եւ իրենք իրենցից եւ իրենց կյանքից գոհ լինեն եւ լինեն ֆինանսապես անկախ։ Ֆինանսական անկախությունը բերում է ոչ միայն խոսքի իրավունք, այլ շատ հաճախ օգնում է բռնության դեմ պայքարում, հազարով մի բան այս ամիսների ընթացքում, որ կա հայուհին, մենք հազարավոր կանանց հետ ենք շփվել եւ բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ որ կինը սկսում է վաստակել, արտաքինից սկսված նրա մոտ փոփոխություններ ես նկատում։ Հայացքը, խոսքը, ինքնավստահության էլեմենտները անմիջապես սկսում են երևալ։ Ու ես շատ ուրախ եմ, որ մենք այս կարճ ժամանակահատվածում ավելի քան 2000 կնոջ հնարավորություն ենք տվել ձեռք բերել նոր գիտելիքներ, ու խոսքը ոչ միայն այնպիսի մասնագիտությունների մասին է, որոնց հնարավոր է հասնել տարիներ, այլ վարպետաց դասերի միջոցով հնարավոր է ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք շատ արագ մոնետիզացվում են։ Նույն վարսահարդարում, մատնահարդարում, հատկապես մարզերի կանայք սիրով գալիս են այդ դասընթացներին, շատ արագ յուրացնում են եւ շատ արագ սկսում են գումար վաստակել եւ դրանով իսկ իրենց դերը, իրենց դիրքը, հենց իրենց ընտանիքներում, հասարակությունում դառնում է ավելի արժևորված։ Բացի դա, զբաղվածությունը նոր հմտություններին տիրապետելը կնոջը նաև հոգեբանորեն է այլ հարթություն հանում։ Շատ հաճախ կանայք դուրս գալով աշխատանքից կարողանում են հաղթահարել այն ճնշումները եւ այն ստրեսները, որը ունեցել են ընտանիքում սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով։ Պատահական չէ, որ ասում են, որպեսզի այդ ընկճվածությունից դուրս գաս, դուրս արի աշխատանքի։ Այո, դա միանշանակ այդպես է, միջավայրը փոխել է, արդեն իսկ նրանց բերում է նոր խնդիրներ, կտրվում են կենցաղային հոգսերից, անգամ
հայուհում կազմակերպող միջոցառումներին եկող կանայք ասում են, որ մենք այս մի քանի ժամվա ընթացքում, որ այստեղ անցկացնում ենք, այնքան դրական հույզեր ենք ստանում ու մեզ հետ տանում ենք տուն, որ բոլոր շաբաթվա ընթացքում ստացած ստրեսները, չգիտեմ, գուցե կոնֆլիկտային իրավիճակները հարթվում են, ու մենք ունենք բարի ավանդույթ ամեն ուրբաթ հայոյի կենտրոնում ունենում ենք հայտնի սիրված հայ կանայք, ովքեր գալիս են եւ այդ նոր ձևաչափ ենք բերել քոուչինգի սկզբունքով շփվում են մեր շահառուների հետ, այս ընթացքում ունեցել ենք հոգեբաններ, բժիշկներ, էթիկայի, էթիկետի մասնագետներ, հոգեվորական, հայում շատ կարևոր բան ենք դրել, որ անպայման նշենք ազգային տոները, շատ առաջնային պլան ենք բերել հայ առաքելական եկեղեցին, ինչը վերջին շրջանում բոլորս գիտենք ոնց էր թիրախավորվում, չգիտեմ, նոր եկող փոփոխվող ժամանակները մարդկանց մոտ մտավախություններ են բերում, որ ազգայինը դա հին է, հետադիմական է եւ այլն, հայուհին փորձում է կոտրել այդ կարծրատիպը ու նույն ազգային բարերի օրերին մենք ունենում ենք կենտրոնում շատ երիտասարդներ, ազգային տոն նշեցինք, Տիարն Ընթառաջը Կասյանի վրա կրակ վառելով Բաքուն զուռնադհոլով ու այնտեղ ներգրաված էր ամբողջ այդ թաղամասը, փորձում ենք կոտրել դա, ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ազգայինը հին չէ, հետադիմական չէ, հակառակը մենք բոլորս պետք է հպարտ լինենք այն հարուստ ավանդույթներով, որ մենք ունենք, ոչ բոլոր ազգերը կարող են հպարտանալ այդ հարուստ ավանդույթների պաշարով, այդ սիրուն պատմությամբ, որ մենք ունենք, կանայք են դա փոխանցողը։ Կինն է դնում ընտանիքում երեխայի մեջ եւ հավատի հիմքերը, եւ ազգային ավանդույթներն է փոխանցում, եւ արժեհամակարգի հիմքերն է դնում, եւ եթե մենք ունենանք բարձր արժեհամակարգով կիրթ, բանիմաց, ինքնաբավ կանայք, օրինաչափորեն մենք ունենանք այդպիսի ընտանիքներ եւ այդպիսի հասարակություն։ Հայուհի կանանց կենտրոնը կա Հայաստանի տարբեր կետերում, որոնք են դրանք, ուր կարող են դիմել կանայք, ովքեր այս պահին մեզ դիտում են միանալու համար կենտրոնին։ Այո, հայուհին գործում է այս պահին Երևանում, Վանաձորում եւ Վարդենիս քաղաքում։ Բոլոր ցանկացողները կարող են այդ 3 կենտրոններում դիմել։ Մենք նպատակ ունենք առաջիկայում մնացած մարզերի խոշոր քաղաքներում նույնպես ունենալ հայոյի կենտրոններ, որտեղ պահանջը շատ մեծ է։ Դա Աստված մենք փորձենք այդ ծրագիրը կյանքի կոչել, որպեսզի որևէ հայուհի, ով որ ցանկություն ունի, նոր գիտելիք, նոր հմտություն սովորելու, ուղղակի շփվելու այդ բարձր արժեհամակարգով համայնքի հետ, որը այս ընթացքում հավաքվել է հայուհու շուրջ, ունենա այդ հնարավորությունը։ Խոսեցիք արժեհամակարգի մասին, այսօր Հայաստանում թիրախավորված է նաև մեր արժեհամակարգը, այսինքն մարդիկ, ովքեր որոշ չափով պահպանողական եւ ազգային մտածելակերպ ունեն եկեղեցու հանդեպ, բարքերի հանդեպ, ինքնասիրության հանդեպ, այսօր այլ տեսակի քարոզ ու պրոպագանդա է տարվում, որը կտանի համաձայնության պարագայում ուծացման, ընդ որում ոչ միայն ուծացման ամբողջ աշխարհով, այլ նաև մեր ոչ բարեկամ մեղմ ասած պետության հետ այսօր այս քարոզն է տանում եւ այստեղ առանձնակի կարևոր է հենց այն արժեհամակարգը, որը բնորոշ է եղել դարեր ի վեր հայերին, այս մասին ես կցանկանայի, որ մենք խոսեինք, այսօր ինչպիսի արժեհամակարգ եք տեսնում Հայաստանում եւ ինչի դավանանք է այսօր տարվում։ Շատ լավ, դա իրականում ինձ համար ցավոտ թեմա է ու պատճառներից մեկն էլ, որ հայուհին սկսեց գործել, հենց դա էր, որովհետեւ ես տեսնում էի այդ ազդակները, որ փորձում են նվաստացնել մեր եկեղեցու դերը, արժեզրկել այդ կարևորագույն ինստիտուտը, այն տաբուները ու կարմիր գծերը, որ տարիներով, դարերով եղել է այս հասարակության մեջ, հանկարծ շատ հեշտությամբ սկսեցին կանցնել։ Մեր հասարակությունը այնպիսի պահպանողական հասարակություն է, որ մեր հասարակության մեջ կանանց մոտ տղամարդիկ դարերով բառերը ընտրել են խոսելիս։ Հետո հանկարծ մենք հայտնվեցինք մի իրականությունում, որ ոչ միայն կանանց մոտ կարելի է հայհոյել, այլ հենց կանայք կարող են հայհոյել։ Դա մերը չի, դա վստահաբար մեզ փորձում են պարտադրել, ուզում են մտցնել, պառակտել, ու դա եղել է վերջին 8 տարիների ընթացքում, այս ատելության մթնոլորտը, մեր արժեքների նվաստացման քաղաքականությունը, դա միշտ եղել է դարերով։ Իհարկե միշտ դա անում էին թշնամիները, հիմա չգիտես ինչի դա արվում է մեր ազգի ներսում, բայց ես վստահ եմ, որ մեր ազգի կորիզը այն մարդիկ, ովքեր լավ
արժեհամակարգ են ժառանգել, ստացել են ճիշտ դաստիարակություն ու կրում են հայի ճիշտ գենը, թույլ չեն տալու սա իրականանալ ու վստահաբար մենք էսել ենք հաղթահարելու։ Դա չի հաջողվել ոչ սելջուկներին, ոչ մոնղոլներին, ոչ դրանից առաջ չգիտեմ պարսիկներին, ոչ մեկին հիմա էլ չի հաջողելու։ Մեզ հաղթել այդքան հեշտ չի։ Գիտեք, հետաքրքիր է, բայց միշտ կանանց համար կենտրոններ, կանանց համար աջակցություն կազմակերպելու նախաձեռնություններ կազմակերպում են կանայք, ուժեղ կանայք, հասկանալով կնոջ թե կին ինչ իրավիճակներում կարող է հայտնվել։ Եվ սա խոսում է կանացի սոլիդարության մասին։ Այսօր նաև սա է մեր հասարակությունում շատ թույլ իրավիճակում գտնվում արհեստականորեն։ Կանայք են նվաստացնում կանանց, մինչդեռ այդ սոլիդարությունը նորից դարերով մեզ փոխանցվել է։ Այո, դուք միանշանակ ճիշտ եք, ես կարծում եմ, որ դա այդ ներմուծված բաժանիր որդիրես քաղաքականության բաղադրիչներից է, երբ որ թիրախավորվում են արդեն իմ նոր թիմի կանայք, ու ես ուշադրություն եմ դարձնում կանանցից եկող արձագանքին, ես ուղղակի օփշում եմ։ Բոլոր հնարավոր տաբուները, բոլոր հնարավոր կարմիր գծերը անցել ենք։ Ոնց կարող է այլ կինը, մայրը, նման վերամբարձ, անհասկանալի բառապաշարով, առանց որևէ ապրումակցման խոսել 2 ամսական երեխա, կերակրող մոր հետ 2 ամսական երեխա ունեցող կերակրող մոր մասին։ Չի տեղավորվում գլխումս, չեմ հավատում, ես միևնույնն է կարծում եմ, որ սա արհեստական, արհեստածին, ինչ որ էմոցիաներով ստեղծված իրավիճակ է, որը հաղթահարելու ենք, տարբերակ չկա։ Հերթական անգամ նաև այս թեմայից ելնելով մենք բախվեցինք երկյակի չափանիշների։ Գոհար Հղումաշյան բերման ենթարկվեց ոստիկանություն եւ հաշվի չառնվեց նրա բազմազավակ կին լինելը, նրա նորածին երեխա ունենալու հանգամանքը, շատերը նույնիսկ փորձեցին գրոտեսկի հասցնել այս իրավիճակը, ասելով, որ դա ամենևին էլ արդարացում կամ մեղմացնող հանգամանք չէ, չնայած որ անմեղության կանխավարկածով առնվազն նման արտահայտություններ պետք չէր։ Մյուս կողմից էլ Աննա Հակոբյանը խիստ վիրավորվում է ասուլիսի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցից եւ նույնիսկ չի թողում լրագրողի իր հարցը ավարտի, որովհետեւ երկրյակի ստանդարտներն ասում է, այ հիմա դուք ձեր հարցով ոտնահարում եք իմ իրավունքները, իմ ինքնասիրությունը եւ այլը եւ այլը։ Տեսեք, մենք ինչի հետ գործ ունենք։ Հարցը նրա արժանապատվությունը վիրավորում է, բազմազավակ մորը բերման են ենթարկում, չգիտես ինչի համար, այստեղ արժանապատվությունը չի ոտնահարվում։ Ակամայից հիշեցի Ջորջ Օրուելի հայտնի ստեղծագործությունը Անասնաֆերման։ Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար։ Այո, երկակի ստանդարտներ են եւ ակնհայտ է դա։ Հուսով եմ, որ լայն հանրությունն էլ է դա տեսնում։ Այդ երեսպաշտությունը, այդ կոնկրետ Գոհար Հղումաշյանի գործը, վստահ եմ բոլորը արդեն լսել են ձայնագրությունները, բացարձակ անմեղ, օդից հորինված քաղաքական հետապնդման դասական օրինակ է ու այդ ձայնագրության հիման վրա խախտելով անմեղության կանխավարկածը Հայաստան բոլորը դատավոր են, ոչ ոք չի սպասում վճռի, բոլորը արդեն դատավճիռները կայացրել էին։ Ես կարդում էի կոմենտներ ու ապշում էի, որ ասում էին ոչ ինչ-որ երեխային էլ հետը տանեն բանդ եւ այլն։ Մեր հասարակության մեջ, որտեղ մայրը միշտ սրբությունա, կինը միշտ եղել է շատ բարձր դիրքերում, այդ ոնց տենց դարձավ 8 տարում, ոնց արեցինք։ Չգիտեմ ես։ Մեծ հույս ունեմ, որ շատ արագ կհաղթահարենք այս ճգնաժամը արժեհամակարգային։ Չեմ հավատում, որ դա արդեն հասցրել է մեծ արմատներ գցել, որովհետև մեր հասարակությունը վստահաբար այդպիսինը չէր։ Տիկին Մանուկյան, դուք չեք կարծում, որ մեր արժեհամակարգի քայքայումը
մեր պատկերացրած արժեքները, նույն մայրը, բազմազավակ մայրը, կերակրող մայրը, սրանք կարծես թե որոշ չափով նաև արդեն խորհրդանիշներ են մեր պատկերացումներում դարձել, որոնց շուրջ էլ ամփոփվում է նույն արժե համակարգը, թիրախավորվում են թույլատնելու համար։ Սա ուղիղ ճանապարհ է ինքնությունը վնասելու, մարդիկ որպեսզի իրենց չիդենտիֆիկացնեն որևէ մտածելակերպի, որևէ պատկանելիության հետ արժե համակարգի կոտրելը ուղիղ ճանապարհ է ինքնության ոչնչացման։ Այո, վստահաբար, եւ կնոջ եւ մոր դերի նվաստացումը եւ եկեղեցու դերի նվաստացումը, եկեղեցու հոգեվոր բարձրաստիճան հոգեվորականների անձերի հետ կապված տարածվող ամեն տեսակ բամբասանքները եւ վատ խոսույթը, այդ ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան մեր ազգային ինքնության դեմ վարվող պատերազմ։ Դուք միացել եք ուժեղ Հայաստան կուսակցությանը, նախքան սա որևէ կուսակցական պատկանելիություն չեք ունեցել, քաղաքականությամբ չեք մտադրություն չեք ունեցել զբաղվելու, ինչ փոխվեց ձեր կյանքում, ինչու նման որոշում կայացրեցիք։ Այո, ես բացարձակ ապաքաղաքական կերպար եմ եղել միշտ եւ այն խնդիրները, որ հասարակության մեջ նկատել եմ, փորձել եմ, մտածել եմ եւ հավատացել եմ, որ հնարավոր է հասարակական գործունեությամբ շտկել։ Երբ ես հայուհին սկսել էի, շատ բարձր ինձ համար նշաձող էի սահմանել ու վստահ էի, որ մենակով ամեն ինչ կարող եմ շտկել, բայց երբ որ արդեն սկսում ես աշխատել, շփվել տարբեր մարդկանց հետ, տեսնել, ինչ բազմազան խնդիրների հետ են իրականում մարդիկ առնչվում, դու հասկանում ես, որ միայն կրթելով, ոգեշնչելով, հասարակական գործունեությամբ չես կարող դրանք լուծել։ Համակարգային լուծումներ են պետք ու դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ լծակներ։ Դժվար եմ կայացրել որոշումը, քանի որ երբեք չեմ եղել որևէ քաղաքական կուսակցության մաս։ Որոշումս դժվար էր քաղաքականությամբ զբաղվելու, բայց միանշանակ էր, թե որ ուժին եմ միանալու, որովհետև այն բարձր արժե համակարգը, այն թիմը, որ հավաքված է, այդ մարդիկ իրենց ընտանիքները, իրենց կերպարները լրիվ համապատասխանում են արժե համակարգային այն մոդելին, որը ես ինքս ունեմ։ Իրենց միանալու մասով որևէ հարց չի եղել։ Քաղաքական թեմաների շուրջ հասարակական կենտրոնում խոսում եք թե չէ, որովհետև հիմնականում կանայք փորձում են իրենց ապաքաղաքական դրսևորել։ Եվ գինը քաղաքականության մեջ, համենայն դեպս Հայաստանում, համեմատաբար նորույթ է։ Առաջ այսքան շատ կանայք քաղաքականության մեջ հանդիպել դժվար էր, հատուկենդ էին։ Նախ ասեմ, որ շատ գովելի է, որ կանանց դերը քաղաքականության մեջ բարձրանում է։ Ես կարծում եմ, որ կանայք քաղաքականության մեջ կբերեն հավասարակշռություն, զսպվածություն, որը մեր օրերում շատ է պակասում, կարծում եմ կհամաձայնեք։ Հասարակական կազմակերպությունում, մեր կենտրոնում առհասարակ որևէ քաղաքական խոսակցություններ երբևէ ոչ եղել են, ոչ կլինեն, հայուհին եղել եւ մնալու է ապաքաղաքական կառույց, ասեմ ավելին այն պահին, երբ հայտարարել եմ, որ միանում եմ ուժեղ Հայաստանին, լքել եմ հայուհու նախագահի պաշտոնը եւ հայուհին այլևս ունի նոր ղեկավար, իրենք շարունակում են իրենց մաքուր ընթացքը, իմ քաղաքական գործունեությունը որևէ կերպ չի ստվերելու հայուհու գործունեությունը։ Ուղղակի հայուհին ինձ համար հնարավորություն էր շփվել մեծ քանակի մարդկանց հետ, իրականում հասկանալ մարդկանց խնդիրները ու կարծում եմ այդ փորձառությունը ինձ հետո շատ պետք կգա քաղաքական գործունեության մեջ, որ լսելով չի, որ գիտեմ մարդիկ ինչ խնդիրների հետ են առնչվում եւ Երևանում, եւ մարզերում, եւ սահմանամերձ գյուղերում, այս ամիսների ընթացքում շատ եմ շրջել Հայաստանով եւ հասցրել եմ բավականին մոտիկից ծանոթանալ մարդկանց հուզող խնդիրներին։ Հասարակական կազմակերպությունը ձեզ հնարավորություն տվեց ավելի վառ գույներով տեսնել, թե ինչ խնդիրներ կարող է հայուհին ունենալ Հայաստանում, ինչպիսին են հիմնականում այդ կրկնվող խնդիրները եւ շուտով արդեն ընտրություններ են, ուժեղ Հայաստանը հաղթելու է եւ հաղթանակից հետո ինչպես եք պատկերացնում այդ խնդիրների լուծումները։ Հայուհիների հիմնական խնդիրը, կարծում եմ, ինչպես նաեւ Հայաստանում ապրող յուրաքանչյուր երրորդ դա սոցիալական խնդիրներն են ցավոք։ Իդեպ ուժեղ Հայաստան կուսակցությունը ունի շատ լավ լուծում, մեր տնտեսական ծրագիրը բավականին լավն է հասարակության խոցելի խավի կյանքը առաջին հերթին լավարկելու համար։
Եթե վերացարկվենք սոցիալական խնդիրներից, չնայած այնտեղից ածանցվում են մնացած գրեթե բոլոր խնդիրները, հայուհիները կարիք ունեն լսված լինելու, գնահատված լինելու։ Իրենցից գրեթե բոլորը ցանկություն են, որ իրենց լսես։ Մարդիկ ուղղակի գալիս են կենտրոն, որ զրուցեն մեր աղջիկների հետ, որ ստանան այդ ապրումակցումը, այդ էմոցիոնալ հետադարձ կապը։ Շատ բան պետք չի հայ կնոջը։ Հայ կինը ուզում է, որ ունենա հնարավորություն անվտանգ երկրում դաստիարակել իր սերունդներին եւ կարողանալ որպես անձ կայանալ, լինել ռեալիզացված։ Շատ բան չի, չէ՞։ Ինչը կշահի քաղաքականությունը, հայաստանյան քաղաքականությունը ավելի ցայտուն դարձնելով կանանց ներկայությունը քաղաքականության մեջ։ Ես արդեն նախորդ խոսքիս մեջ ասացի, որ կբերի հավասարակշռություն եւ զսպվածություն եւ կարծում եմ կբերի բարձր ապրումակցում, կանայք ունեն բարձր էմոցիոնալ ինտելեկտ եւ ապրումակցման բարձր մակարդակ եւ կարծում եմ դա միայն դրականորեն կանդրադառնա կանանց այդ հուզական պահերը, մարդկային խնդիրները, մարդկանց խնդիրները զգալու նրանց հոգսով ապրելու գուցե կբերի մի քիչ ավելի մեղմ, մի քիչ ավելի սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացման։ Կանայք շատ ավելի հանդուրժող են, քան թե տղամարդիկ հավանաբար։ Կանայք չեմ կարծում հանդուրժող են, ուղղակի կանայք ավելի զուսպ են։ Վերջերս նաև մեծ պրոպագանդա է արվում հանդուրժողականության, սակայն սա թվացial հանդուրժողականություն է։ Իրականում մեզ քարոզում են համակերպում։ Նույն օրինակով Արցախում վերջերս քանդվեց եկեղեցի։ Եվ հայտնի կերպարը հանրայինի եթերում մեզ առաջարկեց լռել։ Համենայն դեպս ես այսպես եմ անցալում այդ հարցազրույցի միտքը։ Լռեք, քանդում են, լռեք, որ չկրակեն։ Այլ բան կանեն, լռեք, որպեսի հանկարծ չբարկանան։ Սա ինչ է նշանակում։ Սա արդյոք խաղաղություն է, որում այս ամենը մատուցվում է խաղաղության քողի ներքո։ Դիմանալը, անընդհատ հետ գնալը, անընդհատ ինչ-որ բան զոհելը ու լռելը։ Արդյոք սա խաղաղություն է եւ արդյոք սա հանդուրժողականություն է, թե այնուամենայնիվ մեզ քարոզում են համակերպվել ստորացված լինելու մտքի հետ։ Եթե դա հանդուրժողականություն է, ապա ինչու իրենք չեն կարող համակերպվել են մտքի հետ, որ մենք այստեղ պիտի ապրիլի 24-ին գնանք Ծիծեռնակաբերդ եւ հիշենք մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Վստահաբար հանդուրժողականություն չի, չէ՞, որտեղ դա իմ կարծիքով երկուստեք process պիտի լինի։ Այո։ Իսկ եթե դա, այո, իսկ եթե դա խաղաղություն է, ապա ինչու է այդ խաղաղությունը ընթանում միակողմանի զիջումներով։ Եվ եկեղեցու քանդումը, եւ մեր ազգային ինքնության հետ մեր անձնագրերից Արարատի նկարը հանելը ինչ տվեց իրենց։ Մեր անձնագրի կնիքից եւ նմանատիպ բազում բաներ եւ առաջիկայում պահանջ կա սահմանադրությունը փոխելու եւ այլն։ Ես չեմ կարծում, որ դա խաղաղություն է, դա միակողմանի զիջումներ են, իսկ մենք մտածել ենք, որ մի օր էլ զիջելու բան չմնա։ Ինչ ենք անելու։ Ասենք ամեն ինչ ուզել էին, տվեցինք, որ չկրակեն։ Հետո այդ 300,000 ադրբեջանցիները եկան մեր կողքին, մեր երեխաների հետ, գուցե մեր տներում, չգիտես իրենք ինչ ամբիցիաներով են գալիս, ապրեցին, մինչև ուր խաղաղություն այսպես չի լինում։ Սա եւս մեկ կարմիր գիծ էր, որը հատվեց։ Քանդվեց եկեղեցի, ոչինչ։ Բերման ենթարկեցին բազմազավակ մոր, ոչինչ։ Մեզ տանում են, որպեսզի մենք համակերպվենք խեղճ լինելու գաղափարի հետ։ Ուրեմն քարոզ ընդունել խեղճ լինելու գաղափարը եւ ընտրություն դառնալ ուժեղ Հայաստան։ Եվ ուրեմն ունենք մենք ընտրություն համեմատությամբ։ Նվաստացման համակերպում գլուխներս կա խեղճացած եւ դեռ չգիտենք որքան պիտի այդպես ավելի խեղճանանք եւ ընտրել ուժեղ Հայաստան։ Ըստ ձեզ այն կանանց հետ ում հետ դուք շփվում եք, մարդկանց հետ ում հետ դուք ամենօրյա ռեժիմով շփվում եք, որ տիպի մարդը որ ուժին կընտրի։ Ինձ թվում է այստեղ ընտրությունը ակնհայտ է, որովհետև
Մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այս պահին առաջարկում է 300,000 աշխատատեղ, արժանապատիվ աշխատավարձով մեզ հայերիս համար, որպեսզի մեր տղամարդիկ չգնան արտերկրում եւ ամիսներով իրենց ընտանիքներին չտեսնեն։ Մնան այստեղ աշխատեն, բարիք ստեղծեն ու լավարկեն մեր երկրի կյանքը։ Մյուս ուժը իր եղբայր Ալիևի հետ առաջարկում է, որ Հայաստան վերադառնան կամ ինչպես իրենք են հորինել թեզեր Արևմտյան Ադրբեջանի մասին, վերադառնան այստեղ ապրելու 300,000 ադրբեջանցիներ, որոնք կօգտվեն արտոնություններից, իրենց մասով փոխհատուցումներ են պահանջում, ինչ ֆանտաստիկ թվեր։ Իսկ մենք տեսել ենք, չէ՞, որ Ալիևը ինչ պահանջում է, ստանում է։ Լավ ընտրությունը ակնհայտ չի, շատ հետաքրքիր է ստացվել, որ 300,000 թիվ այսպես խորհրդանշական համընկել է եւ մեր դեպքում եւ իրենց, ինձ թվում է ընտրել 300,000 աշխատատեղի եւ 300,000 ադրբեջանցու միջև այն էլ պարզ չի ովքեր են լինելու, գուցե Ռամիլ Սաֆարովներ են գալու մեր կողքին ապրեն, որ հետո քնած հայերին կացնահարեն։ Կարծում եմ շատ երկար մտածելու բան չի էլի։ Եվ ի վերջո, մարդիկ ովքեր ուզում են 300,000 աշխատատեղ, կընտրեն ուժեղ Հայաստանին։ Մարդիկ ովքեր չեն ուզում իրենց երեխաների, իրենց կողքին ապրող ադրբեջանցիներ, նույնպես 300,000, նույնպես կընտրեն ուժեղ Հայաստանին։ Մարդիկ ովքեր ուզում են ուժեղ առաջնորդ, ով որ կկարողանա պաշտպանել մեր երկիրը, մեր ազգային ինքնությունը, մեր արժանապատվությունը, թույլ չի տա, որ քանդվեն մեր սրբատեղիները, ու ասի դե իրենց տարածքում սովերեն ինչ որ բաներ են արել, ապա նույնպես կընտրեն ուժեղ Հայաստանին։ Ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը արդեն հունիսի 8-ին։ Մեծ հույս ունեմ, որ մեր դարերի պատմական հիշողություն ունեցող ազգը չի սխալվի եւ հարցումներն էլ են ցույց տալիս, որ մեր հայրենակիցները ճիշտ ուղու վրա են ու իրենք ճիշտ ընտրություն կկատարեն եւ հունիսի 8-ին մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդով, երաշխավորված ուժեղ իրական խաղաղությամբ եւ ուժեղ տնտեսությամբ եւ վերջապես այս ազգը գլուխ կբարձրացնի իր կենցաղային խնդիրներից եւ կսկսի ապրել։ Նա ով չի ուզում 300,000 ադրբեջանցու հետ ապրել նույն քաղաքում, կընտրի ուժեղ Հայաստան։ Նա ով չի ուզում, որ մեր եկեղեցիները ավիրվեն, կընտրի ուժեղ Հայաստան։ Նա ով չի ուզում ամեն անգամ ընտրություն անել սնունդ է ձեռք բերելու թե դեղորայք, կընտրի ուժեղ Հայաստան։ Նա ով ուզում է ուժեղ Հայաստան, կընտրի Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Իմ զրուցակիցն էր Լիաննա Մանուկյանը, ուժեղ Հայաստան կուսակցության անդամ։ Ընտրիր ուժեղին, մի համաձայնվիր, որ դու խեղճ ես, դու խեղճ ես, դու ունես ընտրության հնարավորություն։ Հանդիպելու ենք նորից, առայժմ։